Վերջույն 24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ։ Ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում եւ բոլոր գրառումները այդպես քննարկման առարկա են դառնում։ Նախ խոսենք երեկվա գրառումից, նրան բարկացրել այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է Վեհապար Հայրապետին, գնացել է Սուրբ Էջմիածին եւ նա գրառում էր արել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին։ Դե ինչ եք զարմանում, ստախոս մարդու համար ինչ խնդիր կա, մի սուտ ավել, մի սուտ պակաս, օրը 5 սուտ ավել։ Մենք ու գիտենք այդ մարդու, հա, բնույթը։ Օրինակ հիմա եթե իրան կանգնացնես, ասես, երբ էր խափում ժողովրդին 2007, 9, 10, 12 թվականներին, թե հիմա։ Ցանկացած պատասխանի դեպքում ինչ արձանագրվել, որ ինքը խափել է ժողովրդին։ Ենթադրենք, թե հիմա է ճիշտ ասում, բայց 5-6 տարի անցած խափել է, չէ՞ ժողովրդին։ Ուրեմն, հա։ Դե ուրեմն ստախոս մարդու հետ գործ ունենք, որին որևէ ասացին հավատալ։ Գիտենք, չէ՞, այդ ստախոս մարդու տունը այրվում է, որևէ մեկը չի ա։ Հիմա այդ մարդու հետ մենք գործ ունենք։ Մենք չենք կարող արդեն բանի, հա, այդ ողջամտության սահմաններում քննարկենք այս ասածը։ Նախ պիտի պարզի ինքը երբ է ճիշտ ասել։ Եվ այդ ցանկացած պարագայում կարձանագրենք, որ ստախոս է, ուրեմն այդ մարդու ասածներին այսուհետ պետքա հենց այդպես, հա, իր խոսքին պետքա հենց այդպես վերաբերվել։ Դե երեկվանից տարածվում են հայտարարություններ, տարածվում են տեսանյութերը, որտեղ Փաշինյանը լրիվ այլ բան է ասել։ Իհարկե։ 2007 թվականից սկսած այդ մարդը փրփուրը բերան հրապարակներում գոռում էր Լևոն, հոդվածներ էր գրում։ Ասեմ ավելին, հերոստատես որպես նախագահական ընտրությունների ժամանակ որպես առաջին նախագահի շտաբի կամ Տեր-Պետրոսյանի Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ պատասխանել է այդ հարցին, որ ընտրակեղծիքները Հայաստանում ներ են դրվել 98 թվականից հետո։ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին բացառել է որևէ ընտրակեղծիքի արկայություն կամ ընտրակեղծիքով, հա, ընտրախախտումներով չեմ ասում, ընտրակեղծիքով ձևավորված իշխանության, բան բացառել է ինքը։ Պետք է այդ բոլորին, հա, ովքեր որ 2008-ին այդ հրապարակում կանգնած Լևոն էին գոռում ու այսօր հազար ներողություն վայրահաչում են, մի հատ պետք է հարցնել, ասել դուք հայտ եք ներկայացրել, հա, քվ եք ստացել պետություն կառավարելու համար։ Պարզվում է դուք օրը մեկ սկզբունք կարաք փոխեք։ Բա դուք այդ անսկզբունքային, հա, այդ անինքնասեր, այդ ստախոս, այդ բանով, բա դուք ո՞նց եք այդ բանը վերցրել, այդ պատասխանատվությունը վերցրել։ Բա դուք ո՞նց եք մեզ կարող, բա իմ կառավարիչը ո՞նց կարա ստախոս լինի, հա, անսկզբունքային լինի։ Չի կարա, ես օրինակ իդեմս Տեր-Պետրոսյան, ես ձեզ ասեմ ավելին։ Կարող է Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ դրվագներով, այո, կեղծել է պատմությունը իր գրքի մեջ։ Բայց այդ աստիճան, հա, անսկզբունքային դրսևորումներ չեն գտնի։ Ընդհակառակը պահել են իրանց սկզբունքները, հա, պիտի լինի անկախ նրանից քո քաղաքական գիծը ծուռա, դուզա, ուղիղ է, գոնե սկզբունքային բանը պիտի պահես։ Ասում է լավ եմ արել, որ խաղաղության կուսակցությանը հեռացրել եմ այդ, հա, բանով։ Բայց ես դրանից հետո պահպանել եմ խաղաղությունը, պահպանել եմ Ղարաբաղը։ Անկախ նրանից մեր քննադատությունները ինչքանով են տեղին, այնուամենայնիվ մինչև այսօր իր սկզբունքները պահում է։ Այս մարդիկ վերջի 7 տարվա մեջ 8 անգամ սկզբունք փոխեցին։ 10 անգամ խաբեցին, երեկվա ասածն ու այս առավոտվա ասածն ու 3։ Այս մի շաբաթն է, որ Նիկոլ Փաշինյանի առավոտվա, ցերեկվա ու երեկոյան ասածները համապատասխանում են իրար։ Օրինակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո է հիմք դրվել ավազակապետական համակարգին, այսպիսի հարցազրույց կա, որը շատ տարածվեց Facebook-ում։ Հա, բայց ինքը այդ ժամանակ ազնիվ, չէ, ինքը ասում է այդ հարցազրույցը, որ ինքը այո, ես ազնիվ եմ ասում։ Այո, ես հավատում եմ, որ այդ ժամանակ ինքը ազնիվ է եղել։ Հիմա ազնիվ չէ։ Ես չգիտեմ, թող ինքը պատասխանի, թե երբ ավելի ազնիվ եղել։ Մենք ունենք այդ քաղաքական, հա, այդ ներքին բան, դիրքորոշում ունենք, որ Նիկոլ ազնվաբարոն,
պատասխանում են Նիկոլ Շնաբերանին։ 2008 թվականի Նիկոլը պատասխանում է 2025 թվականի Նիկոլին։ Թող ինքը ասի, թե այդ երկուսից որ մեկն է իրականում ավելի ազնիվ եղել։ Բայց միևնույն է, ես նորից եմ ասում, մեր հեռուստադիտողը պիտի ուշադիր լինի այդ պահին արձանագրելու, որ ինքը խոստովանում է, որ առնվազն մի դեպքում ինքը խաբել է ժողովրդին։ Սուտ խոսան մարդուն վերաբերմունքը, այդ արդեն յուրաքանչյուրը կարծում եմ ինքը արդեն գիտի, թե ինչպես պիտի վերաբերվի դրան։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարար է, ինչու էր Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին հրապարակում գոռում։ Ես չեմ քննարկում, այո, ես չեմ քննարկում այդ հարցը, որովհետև ես գիտեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարար չի։ Որովհետև ընտրակեղծիք անում է այն մարդը, որ կարճում է իշխանությանը։ Մի մարդ, որ հրաժարական է տալիս հանուն երկրի անվտանգության հանուն քաղաքացիներին, քաղաքացիական պատերազմի մեջ ուրեմն բացառելու այդ ներքաշումը, եղբայրասպան պատերազմը բացառելու կամ երկիրը թուլացնելու, որովհետև արտաքին մարտահրավեր ունենք, շատ ամեն վարքյան կարար այդ պայմաններում Ադրբեջանս վերսկսեր զինադադարը խախտել եւ այդ մարդը, որը կարող է գնալ հրաժարականի իշխանությունը հանձնելու ամբողջ թիմով ընդ որում, այդ մարդը չէր գնա որևէ կեղծիքների իշխանություն պահելու համար։ Հետո այդ հարցը փակած է։ Կներեք, ես մի նախադասությամբ ուղղակի վերահաշվարկ է կատարվել նախագահական ընտրության, այն ժամանակ Սահմանադրական դատանը փաստ քննելու իրավասություն ուներ։ Եվ այդ գործի քննության ընթացքում վերվել են տեղամասերից ուրեմն արկղերը, բացվել են, վերահաշվարկ արվել, վերահաշվարկի արդյունքում ավելացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները, ոչ թե ընդդիմության թեկնածուի, եւ դրանից հետո չի եղել մի գործընթաց, որը ավարտվել է ազգային ժողով մուտք գործելով, ազգային ժողովի նախագահային առևանգելով, падգամավորներին ծեծելով եւ երկրի բարձրագույն ուրեմն մարմինը ջարդուփշուր անելով։ Եկեք այս թեման այդ բան չի էլի, այդ հոասելով չի էլի։ Ալեն Սիմոնյանը եւս քննադատությամբ հանդես եկավ, ասում է շատ խելացի տեղ է իրեն դնում, իրեն թվում է թե անկախության սիմվոլ է եւ մեծարելու են իրեն, բայց իրեն հիշելու են այլևս որպես անհաջող անցյալի փորձանք։ Ալեն Սիմոնյանն էլ թող մենք երեք էլի ինտերնետում բազմաթիվ մարդիկ կային, որ հստակ հիշում էին, թե երբևէ ինչ ասել Ալեն Սիմոնյանը։ Թող ինքն էլ ասի, թե որ դեպքում է ինքը ճիշտ ասել։ Բայց էլի արձանագրենք, որ ստախոս է, հա։ Այդ մենակ իրան չի վերաբերում, այնքան մարդ երեկվա այդ խոսացողների մեջ, այնքան մարդ կան, ովքեր այդ շարժման 2008-ի շարժման ընթացքում առաջի գծում էին կանգնում, հարթակում էին կանգնում։ Այսինքն Ալեն Սիմոնյանը գիտեր, որ Տեր-Պետրոսյանի նկարագիրը է դա, բայց միտինգներին հարթակում կանգնած էր, իր անգամ ազգային ժողովի փոխնախագահ կարծեմ եղած ժամանակա բանով այս գրածին լրիվ հակառակ բանով, հա, բնութագրում։ Մասնավորապես մարտի 1-ին է անդրադառնում, ասում է մարտի 1-ին ոչ դու ոչ դիմացինը դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր ու թողեցիր կողմնակիցների քո իսկ վերած քոչարենասերժական կիլերների կրակոցների տակ։ Հետո երբ Երևանի մայթերին հայ արյուներ թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում։ Դե այն որ ախր նորից եկեք պայմանավորվենք, որ մենք ստախոս մարդու ինչ-որ բան ենք մեկնաբանում, հա։ Հիմա նայեք, մարտի 1-ին ուր ա եղել Ալեն Սիմոնյանը։ Ըստ իրա եղել է այնտեղ հրապարակում։ Արդյոք կարող էր Ալեն Սիմոնյանը չիմանալ իր շրջապատը նկատի ունենալով, հա, թե ում հետ էր շփում, չիմանալ, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է եւ 3 ուրեմն շղթայով տունը շրջապատված է։ Ալեն Սիմոնյանը կարող էր չիմանալ, որ Ամերիկայի համանախագահներից այն ժամանակ Մեթյու Բրայզան, հա, Գոսդեպի ներկայացուցիչ այդ բանում Մինսկի խմբի համանախագահան, կարող էր Ալեն Սիմոնյանը չիմանալ, որ Մեթյու Բրայզային անգամ շատ դժվարությամբ է հնարավոր եղել մտնել Տեր-Պետրոսյանի, անհնար է։ Ես 1000 բան կարամ։ Այդ ամբողջ Ալեն Սիմոնյանին ես հիշում եմ, մինչև 12-13 թիվ հիշում եմ այդ մեր հանրահավաքներին հրապարակում կանգնած։ Ամեն ինչից տեղյակ է եղել։ Հիմա ինչի է որոշել, որ ուրեմն մեջ բերում անի
Քոչարյանական այն նարատիվները կամ Սերժ Սարգսյանի, հա, հանրապետական, ում որ իրանք մերժել են իբր թե։ Բայց այդ նույն բանն անդադ ասել են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Եվրոպական դատանի մակարդակով է արդեն հաստատված այդ փաստը, որ Տեր-Պետրոսյանն եղել է տնային կալանքի տակ։ Վճիռ կա, վճռի փաստերի մեջ հաստատված։ Հիմա ինչու է Փաշինյանը այսքան զայրացել այդ առանձնազրույցից, որը տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհապարի միջեւ։ Զայրացել է զայրույթը հանգստացնելու համար, բաներ կա։ Ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ ով է ինքը որ Տեր-Պետրոսյանը իր գործը զայրանալը չի, իր գործը պետություն կառավարելն է, իր գործը բաններ Արցախի անվտանգությունն ապահովելներ, պատերազմ վարելներ, պատերազմի չտանելներ, ինչ է նշանակում զայրացելը։ Զայրանալուց հետո հանգստանալու հարյուրավոր միջոցներ կան։ Թող որևէ մեկը ընտրի, եթե խոսքը վերաբերում է քաղաքական որոշակի գործընթացներ սկսելու, դրանից խոսանք։ Այդ զայրանալը, ես չգիտեմ, ինքը զայրացել է թե ընդհակառակը։ Մայրաթորի հայտարարության համաձայն զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհապար Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ Կգտնեք հանրապետությունում մարդ, որը այդ նիկոլական այդ բանով չի տառապում, որը այս նույն դիրքորոշումը չունի։ Այն ովքեր որ նայում է սոցցանցերում երկու բառ այդ մարդու հետ կամ հասկանում ես որ adekvat չի հազար ներողություն։ Ուղղակի բանը մտել է ուղեղի ինքը այդ իրանց առաջնորդի այդ բանով կամ հասկանում ես որ ունի մի հատ անձնավորված շահ կամ խմբային շահ կա, որ շատ լավ հասկանալով որ այս քայլերը, այս դավաճանությունը, այս ազգի դեմ ուղղված, ինչ ասեմ, հանցագործություն է, բայց ինքը գիտակցաբար գնում է դրան։ Այդ ձեզ թվում է այդ падգամավորները որ շարան գրում են, իրանք այդ չեն հասկանում ինչ են անում, բայց կարող են չանել։ Այս ՀՀՇ-ն չի է, ՀՀՇ-ն չի է, որ կարող հրապարակային խումբ իրար մի սուտեին, որպեսզի մի խումբը պնդեր, որ պիտի բանը տարկետումը հանվի բուհերից, այն մյուս խումբն էլ հրաժարականով սպառներ, որ եթե տենց բան արեցիք բուհերին տարկետ բանը կապակ, մենք նախագահից սկսած ազգային ժողովի հրաժարական։ Այս ԿՊ-ն է։ Այստեղ ինչ ասում են, բոլորը պարտադիր պիտի անեն։ Անկամ իմանալով, որ շատ բադ բան են անում։ Չկան քրիստոնյա, ուրեմն առաքելական եկեղեցում համակրողներ, հարգողներ, չկան մարդիկ, ովքեր այդ նույն Վեհապարի մոտ ակնածանքով են մտել, աչամփյուրով են մտել։ Այդ ինչ փոխվեց այդ մարդ։ Ընդ որում, սա Վեհապարի դեմ չի, մեր հանդիսատեսին հանգար չգցենք բանի մեջ, հա։ Ինչպես իշխանությունն է պնդում։ Այս եկեղեցու դեմ ու քաղաքական հաշվար կա։ Ինչ հաշվարկ կա։ Նայեք, ես կարող եմ օրինակ ոչ վաղանցյալի օրինակ բերել, երբ որ վերած ուրեմն եկեղեցու առաջնորդը Իլյան եւ Բիձինա Իվանիշվիլին միավորեցին, այսպես լրելային, հա, առանց բանի, միավորվեցին եւ Սահակաշվիլին եւ ավելի շուտ Իվանիշվիլին ստացավ բացարձակ ուրեմն աջակցություն եկեղեցիկում, ստացավ մեծ առավելություն եւ Սահակաշվիլին պարտվեց ընտրություններով։ Այս մեկ հնարավոր, հա, մոտիվացիա, այսինքն մտածում ընտրությունների։ Այո, որովհետեւ եկեղեցին կարող է ազդեցություն ունենալ։ Եկեք անկեղծ լինենք, մենք գիտենք, որ եկեղեցին քաղաքացու մոտ արդեն այսպես շահկապված է քաղաքականության հետ, հա։ Այդ եկեղեցու արդարացի եւ կոշտ դիրքորոշումն է իշխանությանը ընդհանուր եթե վերցնենք այդ անցած տարի այդ Բագրատ Սրբազանի այդ բաններ, process-ներ, հա, որտեղ թե ինքը որպես եկեղեցական բարձրաստիճան, թե այդ շարժման անունը Սրբազան պայքար, ասում մեկը քաղաքացու ասոցացվում է եկեղեցու հետ եւ եկեղեցին ինքը արդեն իսկ որոշակի իմաստով առնչվում է process, զուտ գոնե դիրքավորման առումով, հա, մենք տեսնում ենք եկեղեցու, բայց շատ նորմալ է։ Եկեղեցին չի խառնվում պետական կառավարման, այստեղ արգելք կա դրած։ Օրենքով սահմանադրությամբ արգելք կա դրած։ Պետական կառավարմանը եկեղեցին չի խառնվում, չի միջամտում, չի խոչընդոտում։ Հիմա փաստորեն պետությունն է
խառնվում եկեղեցու Այ ինչ օրենքով, ինչ խստորեն արգելված է։ Դու գիտեք, մեր եկեղեցուն անգամ օտարները չեն խառնվել ներքին, հա, ասենք դուք լսել եք, որ օրինակ Պարսից շահը որևէ կաթողիկոսի փիլոնազուր կանի, հա, որովհետև իմացել է, որ եպիսկոպոսներից մեկը քերու կնոջնա այն բառից, որ գրել էր այդ շնաբերանը անում։ Լսել եք դες բան, պատմությունից հայտնի է դες։ Պարսից շահը, որ կարար գար մի 100,000 հայի վերցներ տաներ Պարսկաստան, բայց միևնույնն է չէր խառնվում մեր եկեղեցուն ներքին կյանքին։ Բայց հիմա կարծես թե դրսից խառնվում են եկեղեցու կյանքին։ Դե Ադրբեջանը պահանջներ է դնում։ Հա, չէ։ Թուրքիայից, Ադրբեջանից։ Միևնույնն է, խառնվողը մեր այսօրվա ֆորմալ վարչապետն է։ Որտեւ ինքն այդ բան չէ։ Հա, ես էլ երբ որ այսպես դնում եմ, գիտեք, այդ ստիպված ենք տենց անել, հա, որտեվ դրամաբանություն չկա սրա մեջ։ Վարչապետին չես հարձակվել կաթողիկոսի վրա։ Եվ հասկանալի է, չէ, որ դա ուղղակի հայտարարություններ չեն, ինչի մեջ մեղադրում են օրինակ շատ անգամ, թե ինչու եք այդ մեջբերումները անում եւ այլն։ Հասկանալի է, որ այդ կոնկրետ գործընթացներ են հաջորդելու եւ այսօր Նիկոլ Փաշինյանը կոչով է հանդես եկել։ Նա ասում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Միայն այն, որ ինքը այսքան բանն ասում է, արդեն այդ գործընթացը դրեց ոչ լեգիտիմ մի հատ բանի վրա, որտեղ այսինքն անցավ քայլերի, որտեղ կաթողիկոս վեհապար հայրապետ ընտրելու հատուկ կարգ կա։ Ընդ որում վեհապար հայրապետը ոչ հիվանդացել է, ոչ հեռի իրանից առողջ է, կարծեք շատ էլ աշխատանքային բան, այսինքն այդ որ հանգամանքով ես նոր բան գնում ընտրելու։ Կաթողիկոս։ Հա, կամ դու ով ես, որ գնում ես վեհապար ընտրելու։ Ասում է ուխտը խախտել է։ Այդ Զավակ ունի, ապացույցներ նույնիսկ ունեմ ասում։ շատ լավ, ասենք 5-ած զավակ ունի, բայց դու ով ես, որ դի վեհապարին իշխանությունից հեռացնես։ Այդ դու ով ես, դու Քրիստոսի տեղապահն ես։ Հռոմի պապը անգամ չի կարող մեր վեհապարին այդ բանի համար կարգը խախտել, ուխտը խախտելու համար Հռոմի պապը անգամ չի կարող մեր բանին հայ առաքելական եկեղեցու առաջնորդին հեռացնել իր բանից, հա։ Դե չի կարող։ Իսկ ով ասես, որ դա մահացու բան է, մեղք է։ Իսկ ով ասել։ Այդ որտեղ է գրած, որ դա մահացու մեղք է։ Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդները ամուսնացածել են եղել, ժառանգել ընդհակառակը օրենք կար։ Վերջո կարող է փոխել կանոնակարգը։ Դա ժառանգական գահ էր, այսինքն հակաքրիստոնեական չի եղել ամուսնանալ եւ ժառանգ ունենալը։ Եվ քաղաքական դրդապատճառներով այն բանից հետո երբ որ Սահակ Պարթևը չի ունեցել արու ժառանգ, որպեսի լուսավորչի տոհմը շարունակի պաշտոնավարել, աղջիկ էր, որը չէր կարող վեհապար, հա, հայրապետ դառնալ, եկեղեցին արդեն ընդունեց կարգ, որ այդ փոփոխականությունը ապահովելու համար, որպեսզի չհայտնվի մեկ այլ անձի, ուրեմն ժառանգական բանը դառնա, այդ գա, որտեղ ի սկզբանե ասված էր, որ լուսավորչի տոհմին պետք է սա պատկանի այս գահը։ Բերել են, դրել են կարգ։ Այսինքն այդ կարգը կարելի է փոփոխել եւ ասում են եկեղեցու նույնիսկ քննարկվում է այդ հարցը։ Դա չի հակասում քրիստոնեական։ Այո, եւ Աստվածաշունչը չի պահանջում, որ պարտադիր պետք է ամուսնացած չլինի։ Ընդհակառակը։ Քրիստոսի առաքյալներն էլ էին ամուսնացած։ Ինչ որ պահի քաղաքական այդ կամ բանի առումով անվտանգության եկեղեցու անվտանգության առումով այդ կուսակրոնությունը ներդրվել է, որը ցանկացած բայ ոնց որ կաթոլիկ ներողություն բողոքականները հանեցին։ Կուսակրոնությունը պրոտեստանտի ուրեմն այդ եկեղեցին հանեց իր մեջից։ Ինչ է։ Հիմա ինչ գործընթացն են հաջորդելու։ Փաշինյանը ըստ էության բողոքի ակցիաների կոչ է անում։ Դե գիտեք Փաշինյանը մեկ բան էր անում։ Այդ կոչերը Թեև անունը սիրով է դնում, որ սիրով համերաշխության գնան պահանջեն վեհապարի հեռացումը։ Հա, այդ բերանն ունեցող, այդ լեզուն ունեցող մարդը ոնց է սիրով, ինչ որ սիրո կոչ անում, հա։ Սիրով եւ քրիստոնեաբար ասում է։ Հիմա տեսեք ժամանակին կոչեր անում դատարանները շրջապատել, այլանդակվեց դատական համակարգը, հետո կոչեր անում բան անել, հա, կասկա ու ժիլետ վերցնել տնից գնալ պատերազմի, հետ էլ պարտվեցին։ Իր բոլոր կոչերը,
որոնք մի անգամ ա եղել, որ բայց չի կարող մարդիկ հավաքել։ Հիմա կարծում եք Փաշինյանը չի հավաքի այդ զանգվածը եւ գնա վեհապարի վեհարանի առջև եւ բողոքի ակցիաներ։ Ուզում գնա։ Ուզում է այս մի բան չի արել, էտելա ուզում անի։ Գիտեք, ինքը լուզեր է, ինքը պարտ ձախողված մարդ է։ Ինքը չկա մի ձեռնարկ, որը մինչև վերջ հասցրած լինի ավարտի։ Մի հատ հեղափոխություն արեց, որովհետև բոլորս ուզում էինք Սերժ Սարգսյանի ռեժիմը, հա, հեռանալ Հայաստանից։ Մի հատ հեղափոխություն արեց, որ պիտի իբր մեր երազանքի պետությունն ունենանք, ընդհանրապես կործանեց այս երկիրը։ Ու հələ շարունակվում է process-ները գնում է։ Ամեն օր բացեք այդ Telegram ալիքներով պաշտոնական ու կիսապաշտոնական լրատվությունը սարսափելի է։ Այն ինչ որ կախված է Սյունիքի գլխին ու Հայաստանի գլխին, այն վտանգները ամեն օր գնալով ավելի բան ալնում, հա։ Հիմա թուրք այս իրանական հարաբերությունների այս բանակցությունների արդյունքում ի՞նչ է լինելու։ Ընկելա բան, վեհապարի է ուզում աշխատանքից։ Նպատակը ո՞րն է այս ամեն ինչի։ Ես չգիտեմ, գուցե հենց սրա ամբողջ իմաստն է, որ ինքը հասցնի ավարտին պետականակործան, այստեղ տրամաբանություն կա, այս միակ տրամաբանությունն է, որ ներքին մի հատ ատելության, խժդժության մթնոլորտ ստեղծի, որպեսզի կարողանա Հայաստանը կործանելու իր վրա դրած պարտականությունը հասցնի ավարտին։ Այստեղ կարծում եք խժդժություններ իսկապես կլինեն, եթե անցնի գործերի Փաշինյանը։ Երբ որ ամբողջին հանում ես, մի քիչ էլ հանգարց այդ ամբողջը, գրագետ մարդը մի հատ պատկերացրեք էլի, կարակ մի հատ գրագետ հասկացող adekvat մարդ գտնեք, որը կգնա վեհապարի դեմ ցույց անի, որ վեհապար դու գնա բանն, ասենք Արայիկ Հարությունյանն է գալու վեհապար դառնա։ Օրինակ, չի լինում, չէ՞ պատկերացնել։ Բայց եթե այդ մակարդակը չի լինելու, հանգարց գրագետ ու adekvat մարդ չի լինելու, բա ով կարա երաշխավորի, որ մեկի ոտը չի տրորվելու կամ չգիտեմ, մեկի աշկը չի կապտելու։ Այսինքն իրենց տեխնացուն ունեն, որ ուզում են նշանակեն այնպիսի մարդիկ լինեն եկեղեցում, որ համաձայն են իր բոլոր ասածների հետ։ Այդ նպատակը։ Արցախի հետ ինչ եղավ։ Կործանվեց։ Եկեղեցին էլ կործանը վերջանը։ Բայց եկեղեցին են ուզում առողջացնել։ Այս մեր հերոստատիտողը չի կարում հասկանա, որ Տեր Պետրոսյանը ցավոք սրտի ինչ ասում է, մանավանդ վատ բաները լինում է, որտեղ մենք կարողանում է հաշվել։ Ասել է, չէ, ազգի կեսը կործանելը, մյուս կեսն էլ է կործանելու։ Հիմա բա այս ազգի կործանում չի։ Բա 1700 տարի քո եկեղեցուն չի կարողացել բյուզանդացին ծնկի բերի։ Պարսիկը, թուրքը, մոնղոլը, չգիտեմ, ռուսը ոչ մեկ չկարողացավ ծնկի բերել, հիմա եկե ուզում է կոտրի, ուզում է բան անի, այսինքն դու ով ես վեհապարին։ Հիմա ոնց որ ես չգիտեմ, նախադեպը կա սրա թե չէ։ Որ դու պիտի գնաս վեհապար փոխես։ 21-րդ դարում է, այս 2025 թվականի հունիս ամիսն է։ Դե միջնադարներ կասեի ջանդամ։ Միջնադարը այս Գայերից իշխանը կամ չգիտեմ Բագրատ Մունյաց հələ մի հատ բայց մեկը չենք ունեցել։ Ուսում եկեղեցին վերադարձնում է ժողովրդին։ Բայց եկեղեցին հո բան չի, հո եկեղեցին երբ ժողովրդին չի Սերժ Սարգսյանն էր, չէ՞ ասում, հո ճամպրուկ չի վերցնենք տանք ժողովրդին։ Ռոբերտ Քոչարյանն էր ասում։ Դե հա։ Այդ ոնց է, բայց այդ եկեղեցին բանա չէ, աստվածանկալ մի հատ բան ունենք, չէ՞ մենք։ Այդ չեղավ է ախր։ Դե ես դրա համար եմ ասում, քանի որ ստեղ տրամաբանական չի, եկեղեցին վերցնենք տանք ժողովուրդն ինչ պիտի անի։ Ժողովուրդը պիտի բան ընտրի արդեն։ Ես դա ուզում հարցնել, արդեն վեհապարի ընտրության հարցում ուզում փոփոխություններ Փաշինյանը իրականացնել, միգուցե այնպիսի օրենք անեն, հենց ԿՊ-ից էլ մասնակցեն մարդիկ, եթե Արայիկ Հարությունյանին օրինակ բանի մայրաթոռում այդ գահին նստացնելն է, ես չգիտեմ, բայց նորից եմ ասում, քանի որ այդ ինչ քննարկում ենք անտրամաբանական, մենք փորձում ենք հարց ենք տալի, մենք փորձում ենք պատասխանենք, հասկանում ենք, որ չենք կարողանում պատասխանենք։ Այդ նշանակում է, որ լրիվ ուրիշ տեղ է խնդիրը։ Երկու բան ասեցի։ Մեկը դրսից պատվեր ունի քանդելու եկեղեցին, մյուսը վախենում է եկեղեցու այդ բանից, հա, հավաքական ուժից, երրորդն էլ ասենք, հա։ Երրորդն էլ այնա, որ փորձում է այս ներքին խժդժությունները գցի, երկիրը այնքան թուլացնի, որ չգիտեմ, այնտեղ Սյունիքում Աստված չանի, եթե մի բան կատարվի, ես սովորական քաղաքացին
չունենանք անգամ հնարավորություն ինտերնետով նայելու, թե տեսնենք Սյունիքն ինչ եղավ։ Իսկ կհաջողվի իրեն։ Դե նկատի ունենալով, որ 7 տարիների ընթացքում բոլոր, հա, իր նախատեսած ձեռնարկները, հա, բան ա եղել, չի ստացվել, ձախողվել, հա, ցավոք սրտի, հա։ Ես մի քիչ բան չեմ, որ ինքը եկել էր Ղարաբաղը տալու։ Ես ներող կրնեք։ Չգիտեմ, այդ մարդուն ինձանից ավելի բան վերաբերվող կա թե չկա բացասական, բայց ես կարծում եմ, որ ինքը ուզում էր կրկնել Տիգրան Մեծի փառքը։ Երևի ուզում էր մինչև ասենք Եվլախ բան տենց գնար, առաջ գնար, հա, գրավեր 8 շրջան գոնե գրավեր, որ ասեր ով է Տեր-Պետրոսյանը ընդամենը 7 շրջանա գրավել, ես 8 եմ գրավել։ Բայց ձախողվեց։ Հա, ուզում եմ ասեմ, իր բոլոր ձեռնարկները Հիմա ուզում է 4-րդ հանրապետության հիմնադիրը դառնալ։ Էդ էլ կձախողի։ Այդ կողմից ինքը լավ է։ Հիշում եք Տեր-Պետրոսյանի մասին, որ ասում էր, չէ, առաջին նախագահը միշտ վերջում ճիշտ է դուրս գալիս։ Հիմա այս վարչապետը միշտ վերջում ձախողված է դուրս գալիս։ Ես հուսով եմ, որ այս հարցում էլ կձախողի ու երկիրը վերջնականապես կործանելու հարցում էլ կձախողվի։ Մենք իհարկե մեր սիրելի ժողովուրդը պետք է օգնեն, որ այդ մարդը ձախողվի։ Մենք շատ ընտրությունին դեռևս 1 տարի կա եւ շատ փոփոխություններ կարող է մինչեւ դա Փաշինյանը անել։ Նույն պայմանագիրը կարող է կնքել վեհապարի հետ կապված այս ընթացքին գործընթացին ընթացքում ամեն վարքյանին օգնելու Փաշինյանին, որ ձախողի այդ ազգակործան ուրեմն բաները ավարտին հասցնելու համար process-ները, այնպես որ ժողովուրդը թող պատրաստ լինի ամեն վարքյան իր օգնության ձեռքը մեկնի, որպեսզի ազատենք այդ մարդուն այդ ազգակործան process-ները ավարտին հասցնելուց։ Իսկ այն մարդիկ, ովքեր ՀՇ-ից են եղել եւ հիմա լուր են, ինչով եք բացատրում։ Նույն թեկոս Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հայտարարությունների մասով։ Նրանք հիմա պաշտոններ են զբաղեցնում եւ ինչու են լռում։ Համաձայն են, ես վաղուց եմ ապրում։ Կեղծարար է եղել, ընտրակեղծարար։ 50 տարի այս երկրագնդի վրա ապրում եմ, շուտով, հա, մի 2 ամսից կդառնամ 50 տարեկան։ Այնքան բան եմ տեսել։ Իրանք իրանց խիղճը։ Տեր-Պետրոսյանի հետ ոմանք 88 թվից են ճանապարհ անցել։ Հիմա լռում են, հիմա ձեն չեն հանում, հիմա կուլ են տալիս, ես չգիտեմ իրանց։ Գուցե պատահական է եղել, որ ՀՀՇ-ական են եղել, հա։ Հայ ազգային կոնգրեսից 2013 թվից հետո ինչքան մարդիկ գնացին, ինչքան մարդ նախագահներ դարձան, նախարարներ դարձան։ Հիմա նախագահը ինչու՞ չի խոսում։ Դե հիմա, դե գիտեք, հիմա ես այդ մարդկանց շատերի հետ ճանապարհ եմ անցել, դաժան ճանապարհ ենք անցել, կրթվել եմ իրանցից, սովորել եմ իրանցից, հա, այդ քաղաքականություն մալ գործ է, պետք է սովորես, հա, ամեն մեկը, բան, թող ձայն անեն, ինչ ասեմ, թող անեն։ Այս հիմա քանի որ սենց բան է, քրիստոնեական շրջանը, հա, մեր բոլորի գոնե այս Փառք Աստծո մեծամասնության մոտ, եկեք քրիստոնեաբար մոտենանք։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապաշխարելու իր ուրեմն գործած մեղքերի համար։ Այդ դուռը բաց պահենք։ Պահենք, թող հաստատ կլինեն մարդիկ, ովքեր կապաշխարեն ու այդ բաց թողած դռնից ներս կմտնեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։